Մարտի 31-ին տեղական ժամանակով 22:01-ին սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում Ամասիայից 17 կիլոմետր հյուսիս-արևելք։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3.4 բալ։ Ըստ սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տեղեկատվության, ցնցումները վտանգավոր չեն։ Տեղի է ունեցել կուտակված էներգիայի պարփում։ Ըստ մասնագետների, այս պահին տարածաշրջանում ընդհանուր սեյսմիկ ֆոնը կայուն է և վերահսկվում է։ Մարտի 31-ին տեղական ժամանակով 22:01-ին տեղի ունեցել երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ամասիա քաղաքից 17 կիլոմետր հյուսիս-արևելք, օջախի խորությունը 10 կիլոմետր, մագնիտուդան 2.6։ Օջախում զգացվել բալականությունը հասնում է 3.4։ Երկրաշարժը բնակչության կողմից չի զգացվել, բայց հաշվարկային բալականությունը 2-3 բալ է էպիկենտրոնում։ Թույլ երկրաշարժը, որ բնորոշում է տարածքի համար, պետք չէ վախենալ, որպես ցնցումներ շուշուտ են լինում։ Վերլուծություններով կարող ենք ասել, որ զուտ էներգիայի, կուտակված էներգիայի պարբումներ են և որևէ վտանգ իրանի չի ներկայացնում։ Այսինքն զգացվող որպես երկրաշարժ ունեցել է 2.6 մագնիտուդի կարգ, այսինքն էպիկենտրոնում զգացվել է 3.4 բալ։ Ասեմ, որ նմանատիպ երկրաշարժեր բավականին շատ են ու այդ այն էֆեկտն է,